Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Մելքոնյան, դուք նույնպես եկել եք մասնակցելու միասնական աղոթքին ի պաշտպանություն Միքայել Սրբազանի եւ նաեւ դուք չնայած այդ օրերին նկատի ունեմ վեհարանի վերահարձակման եւ Միքայել Սրբազանի ձերբակալման ապակալանավորման օրերին այնտեղ եք նաեւ առաջնորդարանում երբ եկան եւ ներխուժեցին իրավապահները ընդհանրապես նախ ձեր գնահատականը եւ դրանից հետո արդեն եկող այս օրերի արձագանքը արդյոք համարժեք էր կամ ընդհանրապես ինչ պետք է արվեր Միքայել Սրբազանի կալանավորումից հետո Նախ գնահատական տնապես չունեմ, որովհետև շատ սրբապիղծ գործունեություն ծավալեց իշխանությունը սկսելով Վարշավա թե հայրաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, թե մեր սրբազանների դեմ, ընդհանրապես չեմ ուզում գնահատել, որովհետև Աստված կգնահատի իրանց այդ հարարքները, մեր սրբազանների դեմ կատարվածը հաբորինի գործողությունը հենց սկզբից մինչև վերջ, որովհետև փորձեցին լռեցնել ճիշտ խոսքը, արտարացի խոսքը, որը ի պաշտպանություն հայրենիքի եւ ի պաշտպանություն հայրաքելական Սուրբ Եկեղեցու։ Ընդհանրապես դրանից հետո եկող հայտարարությունները նաեւ Միքայել Սրբազանին որպես վարչապետի թեկնածու ընդդիմությունը ինչպես նաեւ ՔՊ-ից հեռացված երկու падգամավորները ասացին, որ կառաջադրեն նրա թեկնածությունը, չնայած որ Միքայել Սրբազանը հրաժարվեց։ Ես ճիշտն ասած այդ պահերին գտնվել եմ Գյումրիում, բայց հստակ մեր Հայաստան դաշինքը հայտարարությամբ հանդես եկավ, որ պատրաստ են Միքայել Աջափյանյանին որպես վարչապետի թեկնածու։ Իշխանությունները շարունակաբար պնդում են, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Գիտեք, եկեղեցին չի կարող չխառնվի քաղաքականությանը, որովհետև արդեն եկե հասել էր այն պարագան, որ հայրենիքը գտնվում է շատահավոր ծանր վիճակում եւ այս իշխանությունների թեթև ձեռքով սկսեցին այդ թեզը մտցնել, որ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությունը, բայց հայրաքելական Սուրբ Եկեղեցին դարերի ընթացքում երբ չենք ունեցել pedagoganություն, այդ pedagoganությունը պաշտպանող մեր հիմնասյուն է եղել եւ այսօր այդ թեզը առաջ բերել, որ չպետք է խառնվի քաղաքականությունը, այդ ուղղակի անբարոյականություն է իշխանությունների կողմից։ Որպես падգամավոր, այսպես ինչ գործողություններ եք պատրաստվում անել ընդդեմ դժգոհությունը ձեր արտահայտելու համար Անպայման գործողություններ անելու ենք մոտակա օրերին Շիրագում խոսքը Շիրագի մասին է, անպայման անելու ձեռնարկելու, զորակցելու եւ աջակցելու մեր սրբազաններին եւ հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Անպայման անելու ենք, պարապ չենք նստելու։ Բերեք քայլերի մասին չմանրամասնեմ, անպայման հաստատ ձեր տեղյակ կպահենք այդ քայլերի մասին։